Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. Հայրենակիցներ, կոչ բոլորիս։ Այս ահռելի և անկանխատեսելի պատերազմական օրերին ուղղակի անբարոյականություն է ազգային պառակտությունը։ Իրանում և Իսրայելում պայթող քաղաքակրթությունների կործանիչ ռումբերի նման, արտաքին աշխարհի շահադիտական աքցանի ատամների տակ փոքրացած և ճզմված Հայաստանի դեմ բազում ինքնաոչնչացնող արտաքին միջնորդություններից հետո, Հայաստանը կանգնած է իր դարավոր և անքննելի ժառանգական հարստությունը, իր տիեզերառակ իմաստնությունը, ինքնությունը, իր պետականությունն ու բուն Հայաստանում ապրող լեռնաբնակ և լեռնապաշտ հազվագյուտ տեսակը կորցնելու փաստի առաջ, որն արվում է արտաքին ուժերի վաղուց ծրագրավորված և նուրբ մեզանով ոչնչացնելու ռազմավարության քողի տակ։ Երբ շուրջդ ռումբեր են պայթում, սիրելի ազգ, դու իրավունք չունես որևէ այլ հարց շոշափելու, կաթողիկոս ու վարչապետ ընդհարումը լեռնացնելու, փոխարենը խաղաղեցնելու երկրի դուռը, հույսը գոցելու, երկրի շնչառությունը ոգեթափելու, բառերից ու նախադասություններից ձեռնաշղթաներ կախելու, ինքնաստորադասվելու։ Ուժ գտիր քո մեջ այս մի բուռ արևի լույսը լեռներիդ վրա պաշտպանված և լուսավոր տեսնելու հայի երազանքով։ Ուժ գտեք ձեր մեջ ետ վերադարձնելու ի վերուստ տրված մեր ապրելու իրավունքը։ Հայաստանը մենք ենք։ Ու մի բան էլ, քաղաքականության մեջ թող չմտնեն նրանք, ովքեր ազգակցական կապ և ընկալում չունեն ազգ, հայրենիք, հայոց բանակ, հայոց պետականություն, ազգային հավատ բառերի իմաստային պատկանելիության հետ։ Այո, մենք այդ չիմացության արդյունքում ենք այսօր չկայացած։ Սեր, բարոյականություն, հայրենապաշտություն, ազգայնականություն և ներքին կայունություն, սա պետք է լինի այս օրերի մեր օրվա հացը, ոչ թե պառակտություններն ու եսակենտրոնությունը։ Ազգովի վերագտնենք մեզ, բավական է։